Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի խնդրի մասին, որի մասին հաճախ լռում են, բայց որը տարեց տարի ավելի է խորանում։ Խոսքը Հայաստանում թմրաշրջադարձության մասին է։ Թմրանյութերի հասանելիությունը, հատկապես երիտասարդների շրջանում, դարձել է ոչ միայն իրապահ համակարգի, այլև հասարակության բոլոր շերտերի մտահոգությունը։ Ինչ է կատարվում այսօր մեր երկրում եւ կարող ենք արդյոք կանխել այս վտանգավոր միտումը։ Հարցերի պատասխանները կփորձենք գտնել փորձագետ Սուրեն Նազինյանի հետ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ այսպես ինչ վիճակ է Հայաստանում, թմրաշրջանառությունը աճելու միտում ունի։ Այո, ցավոք սրտի պետք է փաստենք, որ թմրամիջոց գործածողների թիվը էականորեն աճել է, նաև նկատվում է իհարկե որոշակի երիտասարդացում։ Նաև եթե նախկինում մենք չէինք տեսնի, որ օրինակ կանանց շրջանում տարածվում է թմրամիջոցները կամ հատուկ են լինում դեպքեր էպիզոդիկ, հիմա իրականում նաև կանանց եւ աղջիկների շրջանում տեսանելի է թմրամիջոցների որոշակի տարածվածություն։ Բացի տարածվածության աճը պետք է փաստեմ նաև, որ Հայաստանում վերջին տարիների ընթացքում ի հայտ են եկել որոշ ինչ-որ առումով մեր տարածաշրջանում մեր երկրի համար նոր թմրամիջոցներ, որոնք խիստ վտանգավոր են առողջության համար։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է մասնագիտական լեզվով ես ասեմ, մասնավորապես խոսքը վերաբերվում է սինթետիկ հոգեխթանիչներին եւ սինթետիկ ծագման կանաբինոիդներին, որոնք մարդու առողջության համար խիստ վնասակար են։ Շատ արագ են մարդու մոտ առաջացնում կախվածություն, նույնիսկ 1-2 անգամյա գործածումից հետո, բացի այդ արագորեն առաջացնում են նաև շատ հաճախ մենք տեսնում ենք դեպքեր, երբ որ մարդկանց մոտ առաջանում են հոգեկան առողջության վրճագույն խնդիրներ։ Դրանք օգտագործում են ներարկման միջոցով, թե գերազանցապես ոչ, ներարկան եղանակով մեր տարածաշրջանում ու նաև Հայաստանում ավանդաբար օգտագործվել է մի տեսակի թմրամիջոց, դրանք ափիոնատիպ նյութերն են կամ օպիոիդային ծագման թմրամիջոցները, քնաբեր կակաչից պատրաստվող թմրամիջոցները եւ դրանց սինթետիկ, այսպես ասած, նմանակները։ Այս թմրամիջոցները գերազանցապես գործածվում են ծխելու կամ ներշնչելու միջոցով։ Ափիոն մեր տարածաշրջանում տասնամյակներ շարունակ մշտապես եղել է, պայմանած նրանով, որ Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, հաշվի առնելով, որ Աֆղանստանը հանդիսանում է աշխարհին հերոին եւ օպիոիդներ մատակարարող, ապօրինի մատակարարող հիմնական պետությունը, Հայաստանում ամենաշատ տարածված թմրամիջոցներից մեկն է։ Ուզում եմ հասկանալ, Հայաստանում տարածված թմրամիջոցները հիմնականում ներկրվում է, թե արտադրվում է Հայաստանում։ Չէ, ներկրվում են, իհարկե, Հայաստանում մեր երկրում տարածված թմրամիջոցներից մի տեսակն է բնական պայմաններում աճում, խոսքը վերաբերում է կանեփին, որը աճում է նաև վայրի պայմաններում, որը էլի ապօրինի է հանդիսանում ամեն ինչը, բայց ինքը առողջության համար հայմատության իմաստով եմ ասում, ինքը նույնպես չարիք է հանդիսանում, բայց հայմատական իմաստով իհարկե սինթետիկ թմրամիջոցների չափ վտանգավոր չէ առողջության համար։ Իսկ ինչ վիճակ է մայրաքաղաքում եւ մարզերում, տարբերություն կա։ Տարբերություն կա իհարկե պայմանած նրանով, որ մայրաքաղաքում նախ բնակչությունն է շատ եւ երկրորդը մայրաքաղաքում է կենտրոնացված հիմնական ֆինանսները, այսինքն մայրաքաղաքի բնակչությունը ի տարբերություն մարզերի բնակչության ավելի վճարունակ է ու բնականաբար մայրաքաղաքում թմրամիջոցների պահանջարկը ավելի մեծ է, քան օրինակ մեր հեռավոր մարզերում։ Ու դրանով է պայմանված իհարկե թմրամիջոցների տարածվածությունը հատկապես մայրաքաղաքում։ Ում շրջանում է հատկապես ընդգծված երևում տարածվածությունը թմրանյութերի, դրանք երիտասարդներն են, ուսանողները, երեխաները նույնիսկ դպրոցական, թե առավել հասուն մարդիկ։ Այս առումով էլ պատկերը էականորեն փոխվել է վերջին տարիներին։ Ասեմ, որ ավանդաբար մեր երկրում թմրամիջոցներ գործածողների տարիքային, այսպես ասած, ինտերվալը կազմել են 30-ից մինչև 50 տարեկան մարդիկ, հիմնական, այսպես ասած, 70 եւ ավել տոկոս դեպքերում։ Դա պայմանված է եղել տարբեր հանգամանքներով, նախ գումարի հետ կապված, եկամուտների հետ կապված, որտեղ թմրամիջոցները թանկ են եղել, բացի այդ թմրամիջոցները իրանք առավելապես նախկինում բնորոշ էին այսպես ասած հանցավոր կյանքով ապրող մարդկանց առավելապես, բայց ըստ առումով ցավոք իհարկե վերջին տարիների պատկերը էլի փոխվել է, ես կարող եմ փաստել, որ բավականին նկատի ունեք առնվազն վերջին 10 տարիների 2000-ական թվականները։ Ոչ, վերջին տարիների ասում եմ նկատի ունեմ 2013-14 թվականից սկսած, երբ որ առաջին անգամ մենք նկատեցինք, որ մեր երկրից սկսում են թափանցել արդեն սինթետիկ կանաբինոիդներ։ Դրանք հավաքականորեն սպայս կոչվող սպայս էին ասում դրանց այդ նյութերին, հավաքական ոչ գրական անվանումը։
դրանք խիստ վնասակար նյութեր էին առողջության համար ու այդ ժամանակվանից սկսած պատկերը սկսեց աստիճանաբար փոխվել ու մենք սկսեցինք դիտվեց արդեն որոշակի երիտասարդացում ու ցավոք հիմա պետքա փաստեմ, որ այո, թմրամիջոցները հասանելի են դարձել նաև անչափահասներին, նույնիսկ կարող են փաստել, որ Կախվածության բուժման ազգային կենտրոնում 2024 թվականին մենք ունեցանք 2 աղջիկ պացիենտ, որոնք անչափահաս են։ Նախկինում անչափահաս այն էլ աղջիկ այցելու կամ բուժարու մենք ես չեմ հիշում, որ մենք ունենայինք։ Այս առումով իհարկե, այս առումով կարելի ասել, որ վատ թարացում կա իրավիճակի, բայց նաև պետքա փաստենք, որ աշխարհի բոլոր երկրներում այս վիճակը նաև մեր տարածաշրջանում։ Ինձ մոտ տպավորություն է, թե թմրամիջոց օգտագործելը վերջին շրջանում, հատկապես երիտասարդների շրջանում համարվում է մոդայիկ։ Այո։ Այո։ Կա նման միտում, որ հատկապես անչափահասները ընկնում են մոդայի հետևից եւ սկսում են օգտագործել նման նյութեր։ Չի ասի, որ անչափահասները, ավելի շատ եկեք sense ասենք, երիտասարդները, ասեմ, այո, որոշակի տաբուներ կային առաջ մեր հասարակությունում, որ թմրամիջոցը վատ բան է, թմրամիջոցը չարիք է, այդ տաբուները աստիճանաբար, այսպես ասած, սկսել են անհետանալ ու դա տեսանելի է։ Օրինակ, մենք մեր երիտասարդ ժամանակ, եթե մենք հիշենք մեր երիտասարդ ժամանակ, մենք թմրամիջոցի մասին դպրոցում չէինք էլ լսել։ Ինչ-որ ֆիլմերում կարող է տեսնեինք դրանց մասին ու վերջ։ Հիմա իրականում այս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված որոշակի, ասեմ, ժամանցի մշակույթի հետ կապված, օրինակ, այսինքն ֆակտորները տարբեր են։ Նաև խոսքը վերաբերում է ժամանցի մշակույթին։ Օրինակ առաջներում, նախկինում, երբ որ ժամանցի վայրում գերազանցապես օգտագործում էր օրինակ ալկոհոլային խմիչքներ, չեմ ասում հիմա ալկոհոլ չի օգտագործվում, բայց հիմա ալկոհոլի հետ միաժամանակ նաև կարող են օգտագործվել թմրամիջոցներ։ Էլի մեր երիտասարդ շրջանից եթե մենք հիշենք, մենք չենք հիշի, որ ժամանցի վայրերում մենք ուսանող ենք եղել, չէ, եւ այլն։ Մենք չենք հիշի, որ մեր ուսանող տարիներին օրինակ ժամանցի վայրերում թմրամիջոցներ են գործածվում։ Այսինքն գործոնները ու պատճառները տարբեր են, որ թմրամիջոցների գործածում որոշակի երիտասարդանում է, բայց այստեղ մեծ շատ կարևոր բան էլ ասեմ, դա պայմանացավ նաև թմրամիջոցների ազդեցության ձևով, որովհետև այս սինթետիկ թմրամիջոցները, հատկապես մեթամֆետամինի խումբը, կրիստալ կոչված նյութը ոչ գրական, որը խիստ վտանգավոր առողջության համար, ես ուզում եմ շատ հատուկ փաստեմ, այդ նյութերը իրանք հանդիսանում են հոգեխթանիչներ եւ կենտրոնական նյարդային համակարգի ակտիվացնողներ, այսինքն երիտասարդների համար կարելի է փաստել, որ իրանք ավելի գրավիչ են, քան օրինակ սեդացիա կամ արգելակում կամ քնկոտություն կամ շշմեցում առաջացնող թմրամիջոցները, ու որ մենք հիմա դիտարկենք իրականում նույն այդ հոգեխթանիչ հանդիսացող արհեստական կամ սինթետիկ թմրամիջոցները առավելապես տարածված են հենց երիտասարդների մոտ, երիտասարդ թմրամիջոց գործածողների շրջանում, այլ ոչ թե եթե ավելի մասնավորեցնենք եւ ընդհանրացնենք զրույցը, ում շրջանում է ավելի տարածված թմրանյութերի օգտագործումը, դրանք անկախ տարիքից, դրանք խոցելի խմբերն են, միգուցե թե Z սերունդն է պարզապես մոդայի հետևից վազող։ Շատ տարբեր է, շատ բազմազան է ամեն ինչ, որովհետև հիմա իրականում բոլորին է հասանելի, թե այն մարդկանց, ովքեր մեծ եկամուտներ ունեն եւ կարող են ապօրինի թմրամիջոց ձեռք բերել թանկ գներով, թե այն մարդկանց, ովքեր ձեր ասած Z սերունդը, որոնք սիրում են լավ ժամանց, լավ ճակերտներով ասած լավ ժամանց։ Այսինքն պատկերը էականորեն փոխվել է։ Ես էլի կրկնում եմ, նախկինում գերազանցապես թմրամիջոց գործածողները դրանք հանցավոր կենսակերպով ապրող մարդիկ են։ Հիմա էականորեն փոխվել է պատկերը ու շատ-շատերը, նույնիսկ օրինակ մարդը ուսանող է, նույնիսկ չգիտեմ լուրջ մասնագիտություն ունի, չգիտեմ IT ոլորտի մասնագետ է, բժիշկ է, ինժեներ է, կարող է տեսնես ինքն էլ է գործածում։ Հայաստանում ինչպես է ընդհանուր պայքարը թմրաշրջանառության դեմ։ Արդյունավետ է, բավարար չէ, միգուցե բուհերը ներգրավված են, դպրոցները, կրթական հաստատությունները ներգրավված են պայքարին, թե չէ։ Ասեմ, որ մինչև վերջերս իրականում կոնկրետ քաղաքականություն որպես այդպիսի մշակված, այսինքն ռազմավարական, այսպես ասած, կար ռազմավարություն, բայց որը ուներ բազմաթիվ թերություններ ու ժամանակից հետ ընկած էր, այսպես ասած, բայց ի պատիվ մեր ժամանակից հետ ընկած ուշացել էր, այսինքն ոչ թե ուշացել էր, այլ ինքը ոնց որ արդեն
ժամանակի պահանջներին չէր բավարարում, որտեղ օրինակ հիմա թմրամիջոցները տարածվում են այլ ուղիներով։ Առաջ եթե օրինակ անհատից էր ձեռք բերում, հիմա համացանցով է տարածում եւ այլն։ Ամեն դեպքում պետքա փաստենք ու ի պատիվ ներքին գործերի նախարարության ես պետքա փաստեմ սա, որ ներքին գործերի նախարարության գլխավորությամբ մշակվեց ռազմավարություն 2020-27 թվականների, այս տարի մշակվեց ու 23 թվականից սկսած աշխատանքները ընթանում էին։ Այս ռազմավարությունը նաև UNODC, այսինքն ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակի կողմից հավանության արժանացավ եւ այդ ռազմավարության մեջ արկա են դրույթներ 25-27 թվականների համար 25-ից 28 թվականների համար, որոնք վերաբերում են բոլոր գերատեսչություններին, նաև որոշակի հասարակական կառույցների, ամեն գերատեսչության իր մասով, շահագրգիռ բոլոր գերատեսչությունը, թե որ ինչ պետք անի։ Հուսամ, որ իհարկե այդ գերատեսչությունները այդ բոլոր ամեն մեկի համար նախատեսված դրույթները կիրականացնեն, ու ինքը բավական լավ ռազմավարություն է։ Մինչ այդ իրականում պատկերը մեր քաղաքականությունը ցակուցրիվ էր, մինչև այս ռազմավարությունը ընդունելը։ Ընդհանուր առմամբ իրավիճակի գնահատման հետ կապված, դպրոցների հետ կապված եւ բուհերի հետ կապված, ես պետքա փաստեմ, որ իհարկե մեր թե դպրոցներում կա վերահսկողություն, ես դա եմ ուզում հասկանալ։ Վերահսկողության առումով իհարկե կա վերահսկողություն, բայց գիտելիքի առումով եմ ես ուզում ասեմ, որ իմ կարծիքով դպրոցներում, այսինքն դեռահասների շրջանում իրականում բավարար չի իրազեկման, թմրամիջոցների վտանգների եւ վնասների վերաբերյալ իրազեկման արդյունավետ իրազեկում քարոզարշավ է, այսինքն արդյունավետ իրազեկում իրականացնելու գործընթացը։ Այսինքն հիմա ես էլի կրկնում եմ, միայն ասել օրինակ տղա ջան, թմրամիջոցը վնասակար է, չի կարելի։ Այդ պրոստը ուղղակի բավարար չի։ Չի աշխատում իհարկե, պետք է այդ մարդուն դու բացատրես, որտեղ ինքը այլ տեղերից բազմաթիվ այլ տեղեկություններ է ստանում։ Նկատում եմ համացանց այսօր հասանել եւ այլն։ Դրա համար պետք է շատ հիմնավոր լինի իրազեկում կոչվածը, որը ես կարծում եմ բավարար չի։ Այո, բացի այդ ամեն ինչը պետք է իրականացնի ոչ թե ոստիկանը կամ բժիշկը, որտեղ հաճախ ենք տեսնում, որ ներքին գործերի նախարարության աշխատողներն են գնում դպրոցներ կամ կախվածությունների կենտրոնից կամ առողջապահական համակարգի ինչ-որ մասնագետ է գնում վտանգներում։ Դա պետք է լինի ուղղակի հանրակրթության մասնագետ, բայց որը շատ լավ պատկերացնում է խնդիրը, ու այդ հանրակրթության մասնագետը պետք է երեխային կամ դեռահասին բացատրի թմրամիջոցի խնդիրը։ Եթե հաշվի առնենք միջազգային փորձը, արտասահմանում զարգացած երկրներում, առաջադեմ երկրներում ինչպես են պայքարում, ինչպես են տանում պայքարը, եւ Հայաստանը ունի սովորելու ինչ-որ բան։ Իհարկե ունի, հենց իմ ասած դպրոցներում եւ բուհերում, այսինքն դեռահասային տարիքից մարդու հետ աշխատելը, դա այդ հիմքով ամեն ինչ իրականացվում։ Այ ինչ են անում օրինակ Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, որ մեզ մոտ չեն անում։ Հիմա ասեմ, զարգացած եվրոպական երկրներում կամ Ամերիկա, Միացյալ Նահանգներում, նույն Կանադայում կլինի, որտեղ մարիխուանան օրինականացված է, չէ, ասում են, որը շատ վատ է իրականում, ես այդ մարիխուանան նույնիսկ բժշկական նկատառումներով, բժշկական նպատակներով ես բան չունեմ ասելու, խոսքը վերաբերում է ընդհանուր լեգալիզացիային, ընդհանրապես լեգալիզացիան, երբ որ հասանել է բոլորին, դա ինչևէ, ասեմ, որ իրականում այդ երկրներում երիտասարդը ինքը բացի այն, որ ինքը բավարար գիտելիքներ է ձեռք բերում թմրամիջոցների եւ այլ նյութերի վտանգների մասին, խոսքը մենակ թմրամիջոցներին չի վերաբերում, խոսքը վերաբերում նաեւ նիկոտինին, ալկոհոլին, բացի այդ ամեն ինչը դեռահաս ինքը զբաղված է, ինքը ունի բազմաթիվ դրական հետաքրքրություններ, որոնք ուղղակի ժամանակ չեն թողում իր մոտ մտածելու թմրամիջոցի մասին։ Ես երբ որ Նիդերլանդներ օրինակն եմ բերում, էլի մարիխուանա հետ կապված, ես միշտ մարդկանց հիշացնում եմ, որ նիդերլանդացի երիտասարդը առավոտյան գնում է դպրոց, սովորում է հեծանիվով, երեկոյան հեծանիվով գնում է սպորտի կամ մեկ այլ միջոցառման։ Ու ընդհանուր ինքը դեռահասների համար պետությունը ձևավորել է առողջ հնարավորություն է տվել, որ ձևավորի առողջ կենսակերպ ու դրական հետաքրքրություններ բազմաթիվ։ Ու դա բերում է նրան, որ իհարկե դեռահասը չի ծխում, չի խմում եւ ավելին թմրամիջոցներ չի գործածում։ Իհարկե մեր երկրում մենք շատ հեռու ենք այդ ձեր ասած զարգացած երկրների հասարակություններից այդ առումով։ Ես ինչքան գիտեմ, մեր մոտ դպրոցներում նույնիսկ ֆիզկուլտուրա շատ դպրոցներում չեն անում։ Չեն անցնում։ Իմանալով, ես վստահ չեմ, բայց ինչքան լսել եմ, թմրաշրջանառության դեմ պայքարում ինչ պետք է անել հենց հիմա առանց ուշացնելու անհապաղ։ Դե իրականում ես պետք է էլի փաստեմ, որ ռազմավարությունը շատ լավ է մշակված ու շատ կարևոր է որ ռազմավարությունը, այդ ռազմավարությամբ նախատեսված դրույթները, որոնք վերաբերվում են էլի եմ կրկնում, ոչ միայն ներքին գործերի նախարարությանը, այլ նաև առողջապահության հատված կա նաև կրթությանը վերաբերվող, հանրակրթությանը վերաբերվող հատված եւ այլն։
պետք է ուղղակի դրույթները իրականացնել, ոնց որ գրված է, որ այդ թուղթը, այսպես ասած, փաստաթուղթը կարևորագույն չմնա, այսպես ասած, Ես նկատի ունեմ ինչ պետք է անել հենց հիմա շատ արագ, առանց երկար-բարակ քննարկելու։ Իհարկե գիտելի, իհարկե հնարավորինս շատ թմրամիջոցների մասին հնարավորինս շատ գիտելիք, հիմնավոր գիտելիք փոխանցել ազգաբնակչությանը, այդ թվում իհարկե դեռահասներին։ Շնորհակալություն, որ մեզ հյուրն եք, մեր հարցերին պատասխանելու համար։ Թմրաշրջանառությունը միայն քրեական կամ իրավական խնդիր չէ, այն սոցիալական, կրթական եւ հոգեբանական մարտահրավեր է, որի լուծումը սկսվում է ընտանիքից, դպրոցից եւ մեզնից յուրաքանչյուրից։ Թմրանյութերի դեմ պայքարը դա ոչ թե մեկ համակարգի, այլ ամբողջ հասարակության պատասխանատվությունն է։ Մենք զրուցում ենք փորձագետ Սուրեն Նազինյանի հետ։ Ցտեսություն։